նաև մեր հաշվի առնելով այս կառույցի հատկանշական, խորհրդանշական, պատմական դերը մեր ազգի և պետության հենասյուներում ունի սահմանադրությամբ հռչակված սկզբունքներ և առաքելություններ։ Սամվել Կարապետյանն էլ իր հերթին որպես բարերար, որպես հայ, որպես եկեղեցում աջակցող մարմին և ինչպես նաև աշխարհահռչակ հայ, իր մասշտաբները հաշվի առնելով, իր գործունեությունը հաշվի առնելով, ևս իր հերթին իր աջակցությունը հայտնեց և բնականաբար բառամթերքը տեղավորել սահմանադրական կարգի տապալման կոչում որևէ կերպ ընդունելի չէր։ Ինչ տեղի ունեցավ։ Եթե ժամանակագրային հետ հայացք ենք նետում, Սամվել Կարապետյանը աջակցություն է հայտնում եկեղեցուն, ժամեր անց մեր երկրի վարչապետը Facebook-յան գրառում է կատարում առ այն, որ կապը ակտիվացնի ակտիվացված բարերարներին և ժամեր անց իրավապահ մարմինները փորձում են ձերբակալել, այնուհետև ձերբակալում են Սամվել Կարապետյանին։ Սա գալիս է ուղղակիորեն հարվածելու մեր պետության ժողովրդավար հենքերին, մեր պետության իրավական հենքերին ու ինչքան է իրենք իրենց թույլ են տալիս անպագորգոր հայտարարություններ անելու առ այն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, իրանք արդեն այնքան են սահմանները շրջանցել, որ անգամ չեն կաշկանդվում ձևական ֆորմալ ժամանակագրություն պահպանելու տեսանկյունից։ Այսինքն, երբ այն ընթացքում, երբ մարդը օրինակ կհասցներ սրճարանում նստեր սրճել, մարդիկ անձի հետապնդմամբ են զբաղվում։ Այն դեպքում, երբ մենք լրատվամիջոցներից այդ ժամերի ընթացքում իրազեկվեցինք, որ քննչական կոմիտեներում չկային հարուցված գործեր, այն դեպքում, երբ մարդու տուն գնալուց հետո է հայտնի դառնում, գիշերը ձերբակալվելուց, որ նոր ինչ հոդված է տառացիորեն կարվում մարդու նկատմամբ եւ դրան էլ հաջորդում է արդեն մարդու սեփականության իրավունքի նկատմամբ նկրտումները արդեն ժամեր շարունակ է մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը վարչապետը թողնելով մի շարք կարևորագույն օրակարգային հարցեր զբաղված է սպառնալով հեծին եւ զբաղված է նաեւ հայտարարություններով առ այն, որ իրենք պատրաստվում են ազգայնացնել չագերտավոր հեծը։ Սա ուղղակիորեն գալիս է իր հերթին հարվածելու սահմանադրությամբ ամրագրված մարդու սեփականության իրավունքին, որը հռչակված իրավունք է մեր սահմանադրության 31-րդ հոդվածով եւ այո, սահմանադրությունը նախատեսում է հիմքեր սեփականաշնորհելու մասնավոր սեփականությունը, բայց այդ հիմքերը հստակ են, դրանք հանրային շահն է եւ դրանք դատական ակտի մեղադրական դատավճռի առկայությունն են։ Այս իրավիճակում բնականաբար երկուսն է առկա չեն ու արդեն իշխանությունը կրկին մեկ օրվա ընթացքում ոչ միայն մարդու անձնական ազատության անձեռնմխելիությունն է խախտում, այլև սեփականության իրավունքն է կոպտորեն ու հակասահմանադրական եղանակով ոտնահարում։